Երևանի Մանթաշյան փողոցի այս շենքի բնակիչներն ամեն օր ապրում են այնպիսի վտանգի կողքին, որը նրանց խոսքով ցանկացած պահի կարող է ողբերգության պատճառ դառնալ։ Շենքի անմիջապես առաջին հարկում տեղադրված է տրանսֆորմատորային բաշխիչ ենթակայանը, որի աղմուկը բնակիչները լսում են սեփական բնակարաններում, իսկ վտանգը զգում ամեն րոպե։ Դե իսկ այս լարերի վիճակը, որը հրդեհի պատճառ կարող է դառնալ ամեն պահի, խոսում է պատասխանատուների անտարբերության մասին։ Տրանսֆորմատորային յուղ է տակ ամբողջությամբ, վառվող նյութ ու սրա պաժարը հանգցնել հնարավոր չի։ Ոնց որ դուք բենզակալոնկեն ուզենաք ինչ-որ պաժարնի մեքենան գա հանգցնի, հնարավոր չի։ Եթե վառվեց, ուրեմն մինչև վերջ վառվելու ենք, ծուխը բարձրանալու է, հաշվի առնելով որ շենքը վթարային ելք չունի, բնակիչները փախնելու տեղ չունեն։ Ով հասցրեց առաջի մի քանի վայրկյանը փախնի, մնացածը զոհվելու են։ Սուրմալուի դեպքի ժամանակ զոհեր չէին լինի, կամ քիչ կլինեին, կամ ընդհանրապես այդ դեպքը չէր լինի։ Մեր պետական համակարգում սովոր են անգործություն դրսևորեն, իսկ հակակոռուպցիոնը այդ անգործությունը չի համարում քրեական հանցագործություն, նրանք համարում են, որ այդ այնպես պետք է լինի։ Սովորական բան է, էլի մարդիկ նստած աշխատավարձ են ստանում, ինչ եք ուզում։ Հարևանեսա դիմը տարբեր տեղեր, մինչև արդեն 2 տարի է դիմումը, սա հարևաներով ստորագրություն ենք տվել, բայց ապարդյուն է, ոչ մեկն էլ լուծում չեն տալիս։ Ինչպիսի վտանգներ կան։ Կարա դաժե հրդեհ լինի այս շիթը խոսքի սաղ բնակչությանը վնասի։ Հիշում եմ մի 10 քանի տարի մի անգամ տրակել է այսի։ Հələ նայեք, սաղ լարերը վիսոկի էթմա, պաժեստի մեջով։ Ենթադրենք վթար եղավ։ Հրդեհ բռնկը, ամբողջ շենքը հրդեհի տակ ելնելու։ Բնակիչները տարիներ շարունակ փորձում են հասնել պատասխանատուներին, պահանջում ենթակայանը տեղափոխել առանձին տարածք, սակայն ոչ մի արդյունք։ Բնակիչներն ասում են, որ տեղափոխման արժեքը մոտ 7 միլիոն դրամ է, իսկ պաշտոնյաները խոսում են տասնյակ միլիոնների իբր չարդարացված ծախսի մասին։ Միթե ամենակարևորը մարդկային կյանքը չէ։ Հրդեհային անվտանգության վարչությունը եկել արձանագրել է այս խախտումները, այս լարերը, որ կպած են գազի տրոբեկին, չգիտեմ, բենզակալոնկի վրա ենք ապրում եւ այլն, բենզակալոնկի չէ, վառվող նյութի վրա ենք ապրում։ Լուկի մասին է խոսել, որ լուկի ջրերը անցնում են տրանսֆորմատորի տակ, պատկերացնում եք տրաքելու է։ Աստված չանի, զրիվ է լավ, այս ամբողջ շենքը, այս երկու շենքը թռնելու է։ Բնակիչները հիշեցնում են, որ նմանատիպ դեպք այստեղ նախկինում արդեն եղել է։ Այդ ժամանակ զոհեր չեն եղել, բայց դա էլ բավարար չի եղել, որպիսի պետական համակարգը քայլեր ձեռնարկի։ Այսօր էլ մարդիկ շարունակում են ապրել նույն վտանգի պայմաններում։ Հիշում եք Սուրմալուի դեպքը։ Այն ժամանակ էլ մարդիկ բարձրաձայնում էին վտանգի մասին, բայց պատասխանատուները սկսեցին շարժվել միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ էր։ Մի բան հասկացա, որ Մարգարետ Թետչերին արտաշիրիմում անելը ավելի հեշտ է, քան թե Ռոմանոսի հետ հանդիպելը։ Այս շենքի բնակիչները չեն ուզում հերթական ողբերգությունից հետո լսել ցավակցական խոսքեր, հանձնաժողովների խոստումներ ու մեղավորների փնտրտուք։ Նրանք ուզում են լուծում հիմա։ Բնակիչների խոսքով վերջին 3-4 տարիներին պետական կառույցների աշխատանքն այս հարցում պարզապես ձախողվել է։ Համատիրություն, թաղապետարան, քաղաքապետարան, բոլորը միմյանց վրա են գցում պատասխանատվությունը, մինչդեռ վտանգը շարունակում է մնալ։ Այս աշխատանքը արժի ընդամենը 7-ից 10 միլիոն դրամ։ Եթե ձեզ ասել են շատ թանկ է, 50-60 միլիոն դրամների գործ են ասում, ձեզ խաբում են այլանդակ ձևի։ Եթե տենդեր հայտարարեն, հնարավոր է ավելի էժանել լինի։ Ամեն ինչ էլ կլինի, որ հանկարծ բաժարել լինի կամ տրակել, առաջինը իրանք են թռնելու օդ, ոնց որ ասած, մեկ էլ մենք։ Եթե պաշտոնյաները ժամանակ չունեն լսելու քաղաքացիներին, ապա գուցե ժամանակ գտնեն պատասխանելու մի պարզ հարցի։ Եթե վաղը այստեղ դժբախտ պատահար տեղի ունենա, ով է պատասխան տալու։ Եվ ամենակարևոր հարցը՝ միթե զոհեր են պետք, որպիսի այս ենթակայանը վերջապես տեղափոխվի։